Մայիսի 26-ին Բաքվում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով վերաքննիչ բողոքների նախնական քննությունը։ Վերաքննիչ բողոքները ներկայացրել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայք Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը եւ մյուսները։ Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում մասնակիցների ներկայացվել է դատարանի կազմը եւ թարգմանիչները, պարզաբանվել է հայ գերիների անձնական տվյալները, բացատրվել նրանց դատավորական իրավունքներն ու պարտականությունները։ 15-ի գործով դատավարության վերաքննությունն է, Ռուբեն Վարդանյանի գործը չկա եւ չի էլ հայտնվելու վերադասացիանում, քանի որ ի սկզբանե հրաժարվել է բողոքարկումից այն որակելով որպես անարդյունավետ։ Մենք ունենք նոր փոփոխված դատական կազմ, դատախազ, պաշտպաններ, ըստ էության նրանց ինքնությունն են պարզել եւ որոշել են գործի քննությունը շարունակել առանց լրացուցիչ ապացույցներ պահանջելու, այսինքն ծավալային առումով նույնն է լինելու, ինչ սկզբնական դատական քննության ընթացքում եւ արդեն կա հաջորդ դատական նիստի օրը, հունիսի 2-ն է։ Սպասումներ չկան, ընդհանրապես ներքին տրամադրությունների ապահովման համատեքստում դեռևս կարևորում են այս դատավարությունները եւ դրանցով պայմանավորված հակահայկականությունը, հասկանալի է, որ արդարացման շանսեր գոյություն չունեն, պատժի մեղման շանսեր գոյություն չունեն, հերթական ֆարսն է ուղղակի ավելի վերադարձ բարձրացնելու։ Դատարանը հայտնել է, որ գործի վերաքննիչ քննությունը կանցկացվի հունիսի 2-ին առանց լրացուցիչ ապացույցների ուսումնասիրման։ Հիշեցնենք, ըստ ադրբեջանական կողմի նրանք մեղադրվում են պատերազմական եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ահաբեկչության, իշխանությունը բռնի զավթելու եւ այլ հոդվածներով։ Հիշեցնենք, որ Բաքվի փետրվարի 5-ի դատավճռով Արայք Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը եւ Դավիթ Բաբայանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման։